Հայեր ջան, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ուզում եմ անդրադառնալ ձեր կողմից ինձ ուղղված մի քանի հարցերի։ Երբ հասունանա պահը, ես անպայման կխոսեմ իմ մասին, կպատմեմ իմ մասին։ Իսկ այսօր ուզում եմ խոսել ավելի թռուցիկ մի քանի հարցերի վերաբերյալ։ Հարցրել եք, որտեղ եմ ես ապրում։ Արդեն շատ երկար տարիներ ես ապրում եմ Ռուսաստանում։ Հարցրել եք, ինչու երիտասարդ տարիքում չեմ զբաղվել երգերաշտությամբ, ինչու երիտասարդ տարիքից չեմ երգել։ Ասեմ, որ սկսել եմ երգել շատ փոքր տարիքից, երգել եմ միշտ, երգում եմ մինչև օրս։ Ուղղակի երբ ճակատագիրը փոխում է քո կյանքի ճանապարհը, քո կյանքի հունը, դու այլևս չես կարողանում անել այն, ինչը ցանկացել ես, ինչը երազել ես։ Տվյալ դեպքում ես նկատի ունեմ, որ բավականին երիտասարդ տարիքում ամուսնացած լինելու պատճառով, բավականին երիտասարդ տարիքից օտար երկրում ապրելու պատճառով ևս չիրականացան իմ շատ երազանքներ ու նպատակներ։ Շատ առիթներ ստեղծվել են, որ ես կարող էի երգել, ձայնագրել իմ երգերը հայրենիքում։ Դա իրագործելու համար պետք էր, որ ես մի քանի ամիս կարողանայի ապրել Հայաստանում։ Ես չկարողացա դա անել, քանի որ Հայաստանում կարողանում էի գտնվել կարճ ժամանակով։ Այս տարիների ընթացքում եղան շատ առաջարկներ։ Եվ բոլոր առաջարկներն ու հնարավորությունները ես կորցրեցի։ Օտարության մեջ ապրելով ոչ մի հարցում, ոչ մի առավելություն ես չտեսա։ Օտար երկրում ապրելը ինձ ոչ մի դրական բան չտվեց։ Տվեց միայն հայրենիքիս ու հարազատներիս կարոտի ցավը, չիրագործված երազանքներ ու նպատակներ։ Ես շատ ուշ հասկացա, որ դեռ տարիներ առաջ պետք էր թողնել ամեն ինչ ու վերադառնալ հայրենիք։ Մի գրառման մեջ գրել էիք, որ լավ կլինի, որ ես երգի բառերը անգիր իմանամ, հետո երգեմ։ Երևի տեսել եք երգ, որտեղ ես երգում եմ հեռախոսը ձեռքից պահած հեռախոսին նայելով։ Այդ երգերը, որոնք ես երգել եմ, բոլորի խոսքերը ես անգիր գիտեմ։ Ուղղակի հեռախոսը պահել եմ ձեռքիս, երաժշտությունը ինձ մոտ լինելու համար։ Մի երկու գրառման մեջ գրել էիք, որ առանց երաժշտության այդքան էլ լավ չէ։ Իհարկե, առանց երաժշտության չի կարող լավ լինել։ Անկամ այն երգերը, որոնք երգել եմ երաժշտությամբ, դրանց երաժշտությունը ընդհանրապես YouTube-ից վերցրած կարաոկե կամ մինուս։ Եվ նաև շատ մեծ նշանակություն ունի այն, որ բոլոր երգերը ձայնագրվել ու նկարահանվել են ոչ այդքան որակյալ տեխնիկայով, ոչ այդքան որակյալ հեռախոսով, որը նույնպես շատ ազդում է երգի որակի վրա, փոխում է ձայնը, փոխում է երգը, որպեսզի ես կարողանամ ներկայացնել երգը այնպես, ինչպես իրականում ես եմ երգում, այն պետք է ձայնագրվի ձայնագրման ստուդիայում կամ գոնե երգեմ կենդանի երաժշտության նվագակցությամբ։ Բոլորդ էլ հասկանում եք,
որ դա բավականին մեծ գումարների հետ կապված հարց է, դրա համար էլ ես առայժմ երգում եմ այնպես, ինչպես ստացվում է։ Իհարկե, ես շատ կուզեի ունենալ կախարդական փայտիկ և կախարդական փայտիկից մեկ հարվածով, հայեր ջան, դուք բոլորդ հայտնվեիք իմ կողքին միաժամանակ, կամ ես հայտնվեի ձեր կողքին, ու ես իմ իսկական բնական կենդանի ձայնով երգեի ձեզ համար։ Դա կլիներ մեկ այլ երգեցողություն։ Սա մի փոքր հումոր էր և նաև չիրականացող երազանք, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ դա հնարավոր չէ, առաջին հերթին հենց այն պատճառով, որ մեր ազգը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Անդրադառնամ այսօրվա վերջին հարցին, ավելի ճիշտ, սա ոչ թե ինձ ուղղված հարց է, այլ առաջարկություն ու ցանկություն։ Գրել եք, որ լավ կլինի, որ ես վերադառնամ ու ապրեմ իմ հայրենիքում և թող բոլոր հայերը վերադառնան ու ապրեն իրենց հայրենիքում։ Ասեմ, որ ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, ես ինքս կուզեի, որ ոչ մի հայ չապրեր օտարության մեջ։ Ամեն վայրկյան ես ավելի շատ եմ զգում հայրենիքիս նկատմամբ խորացող կարոտը և չեմ հավատում, որ կարող է գտնվել գեթ մեկ հայ օտարության մեջ ապրող, ով կասի, որ ինքը չի ցանկանում տեղափոխվել ու ապրել իր հայրենիքում։ Եթե ես ունենայի իմ հայրենիքում ապրելու փոքրագույն հնարավորություն, այսինքն բնակվելու վայր, ես մեկ օր անգամ ավել չէի ապրի այստեղ։ Իհարկե ես գնում եմ Հայաստան, իմ հայրական տուն, իմ ծննդավայր, որոշ ժամանակ լինում եմ այնտեղ և գուցե մի փոքր կարոտս առած վերադառնում եմ հետ։ Եթե հենց այսօր էլ ստեղծվի ինձ համար մի փոքր հնարավորություն Հայաստանում ապրելու, ես անմիջապես կտեղափոխվեմ հայրենիք, չէ՞ որ մեր դարից ավել հոգեվարքի մեջ գտնվող հայրենիքը, որը մաքարում ու պայքարում է, որ չմեռնի, ունի ամեն մեկիս կարիքը։ Հայերս ասեմ, որ շուտով լինելու եմ հայրենիքում, լինելու եմ իմ ծննդավայրում, հիմա չեմ ասի, թե երբ, ու չեմ ասի, թե որտեղ, իմ սիրելի բաժանորդներ, իմ սիրելի հետևորդներ, սա թող լինի ձեզ համար անակնկալ, և երբ իմ ծննդավայրից կտեղադրեմ նոր տեսահոլովակներ, նոր երգեր, առանց իմ ասելու էլ դուք անմիջապես կհասկանաք, որտեղ եմ ես գտնվում, քանի որ ես ծնվել եմ մի հրաշք բնակավայրում, որի մասին կարծում եմ գրեթե բոլորդ տեղյակ եք։ Լինելու են հետաքրքիր անակնկալներ, որպեսզի բաց չթողնեք, բաժանորդագրվեք, լայքեք, սպասում եմ նաև ձեր հաճելի ու անկեղծ գրառումներին,
Այսօր այսքանը, հայերս սիրում են բոլորիդ, համբուրում են բոլորիդ, գրկում են բոլորիդ, նորից կհանդիպենք